Դատարանը երկարաձգելու է Սրբազանի եւ Տեր Գարեգինի մեկի դեպքում կալանքը, մեկի դեպքում տնային կալանքը։ Դա ինչի միջով որ մենք անցել ենք, ինչ որ տեսել ենք, սպասելի էր, ճիշտն ասած, սրտի խորքում գոնե ակնկալություն ունեի ես եւ զրուցում էինք դրսում ժողովրդի հետ քահանայերով, գոնե ակնկալություն ունեինք, որ այդքան մանրամասը ներկայացված փաստաբանների պարզաբանումների իման վրա գոնե Սրբազանը պիտի առնվազն տնային կալանք փոխված լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք, սա ցույց է տալիս, որ իրանց քաղաքականությունը չի փոխվում, մեր առավել ևս։ Մենք կանգնած ենք, ամուր ենք, մինչև վերջ։ Տեսարքից դուք կրկին չեք կարողանում հովանավան գնալ։ Չենք գնում, որտեղ այդպես որոշել է մայրաթորը, որոշել է թեմի վարչական խորհուրդը ավելորդ լարվածությունից խուսափելու եւ անտեղի որևէ անհարկի բաների մեջ հայտնվելով, որը կարող է ավելի տուժեցնել։ Մենք այդպես ենք մտածում։ Ես օհանավանում լինում եմ, տնօրնեկներ, որևէ արարողություններ ուշիում, մնացյալ գյուղերում, մնացյալն էլ Աստուծով կգա ժամանակը կորոշի։ Դատական պրոցեսով փորձեք հարցը լուծել, ինչպես ձեր նախկին հոգևոր եղբայրները, ովքեր քիչ առաջ դատարանում նշեցին, որ իբրև թե իրենց հոգևոր ծառայությունը վտանգի տակ է, ժամանակ առ ժամանակ իրենց թույլ չեն տալիս իրականացնել գործողություններ։ Ով է իրենց խանգարում։ Ինչպես իրենք ասեցին, վարչական խորհուրդը։ Ես չգիտեմ վարչական խորհրդի խանգարել իրանք ինչ նկատի ունեն, վարչական խորհուրդը ունի հիմնավոր նկատառումներ իրանց հրահանգներ կատարելու, իրանք էլ պարտավոր են ենթարկվելու, որը չենք տեսնում։ Իսկ ինչ վերաբերում է դատական պրոցեսներին, փաստաբանը դրա մասին ակնարկեց, ես մանրամասներին տեղյակ չեմ, դրանով զբաղվում է մայրաթորը, երբ որ ժամանակը կգա, որ մենք պետք է տեղյակ լինենք, մանրամասներ կիմանանք, կհաղորդենք։